Հիմա հասանք 22-րդ գլխուն, այստեղ կգարտանք Փաղամ մարգարեի մասին եւ ինչպես վարվեցավ Փաղագի հետ, Մովաբի թագավորը։ Հիմա իսրայելցիները հաղթած էին իրենց պատերազմներուն, քանի որ դերը գեղեցկավար էր, եւ Փաղագ թագավորը այս բոլորին ագանադես էր։ Սարսափելի էր տեսնել այն բոլոր իսրայելցիները, որոնք բանագած էին Հորդանան գետին եզերքը եւ հիմնականորեն անոր տրան մոտ։ Փաղագ թագավոր չէր գիտեր ինչն էր, հարցակել անոնց վրա կամ թե ինչ։ Այսպիսով անտեսպաններ գրգեց Փաղամ մարգարեին եւ անոր առաջարկեց քուշագության ծառայության համար շատ սուղ քինմը։ Սակայն Փաղամը հետևեցավ Աստծո բադվերին եւ մերժեց ընդունել թագավորին առաջարկը։ Սակայն Փաղագ թագավոր համար էր եւ ավելի շատ կանցեր գրգեց, որոնք Փաղամը սկիզբը մերժեց։ Եվ վերջավորության Փաղամի ակահ սիրտը հանձնվեցավ եւ անդադրեցավ Աստծո լսել է, որ իրեն ասած էր, որ չերտա, բայց Փաղամ ի վերջո գնաց։ Մենք կգարտանք 18-28 համարներու մեջ, որ թեև Աստված զսկուշացուց Փաղամին, որ ետ դառնա, Փաղամ գանդեսե դերոջ եւ դագավին երթա։ Երբ Փաղամը գահասնի Փաղագ թագավորին բանակը, անոր գդանին Իսրայելի բանակին նայող դեղը եւ Փաղագ թագավոր խնդրեց Փաղամեն անիծել իսրայելցիները։ 23 եւ 24 գլուխներու մեջ Փաղամը գդրամփանե այդ բոլորը եւ գսե. Եթե Աստված պիտի թադե Իսրայելին, ինչու ես չօգտվիմ այս թագավորին հարուստ ընծաներեն։ Փաղամ կգարձեր, որ Աստված պետք է թադաբարդե Իսրայելին, հետևաբար ան լավ վարսադրություն պիտի ստանար։ Սակայն Աստված Փաղամին ստիպեց օրհնել Իսրայելը, անոնց անիծելու փոխարեն։ Սիրելիներ, Հռոմեացիս 8:31-33-ի մեջ այսպես գրված է. Ուրեմն ինչ ասենք այս բաներուն համար։ Եթե Աստված մեր կողմն է, ով պիտի ելլա մեզի հակառակ։ Ան, որ իր որդիին չխնայեց, հաբա մեր ամենուն համար մատնեց զանիգա, ալ ինչպես անոր հետ բոլոր բաները մեզի չի բարգեւեր։ Ով է որ Աստծո անդրածներուն թեմ մեղաթիր գլա, Աստված է որ գարտարացնե։ Գտեսնենք Աստված պետք էր թադեր մեղավորին, բայց ան արդեն թադեց եւ ներած է անոր Քրիստոսի միջոցով։ Երբ մեղավորը հավատքով գուկա Հիսուս Քրիստոսին։ Բայց բանն է, որ աշխարհը չի հասկանար, եւ ըստ երևույթին ոչ ալ Փաղամ գրծավ հասկանալ։ 24-րդ գլխում մեջ Փաղամ, որ հիմա գիտավ, թե Իսրայել օրհնելը հաճելի է Տիրոջ համար, անսավ 8-րդ համարին մեջ Աստված զանիգա Եգիպտոսեն հանեց, միեղչերվի պես ուժ ունի, իրեն թշնամի եղող ասկերը պիտի ուդե, անոնց ոսկորները պիտի գոդրդե, ու զանոնք իր նեդերովը պիտի զարնե։ Այս այնքան փարգացուց թագավորին, որ անգաբեց Փաղամի ցերքերը եւ դուն ղրգեց զինք։ Եթե մոտ 1500 տարի առաջ երթանք, իմաստունները, այսինքն մոկերը, պիտի կային նույն Փաղամի երկրեն եւ պիտի հարցնեն. ուր է ան, որ ծնավ հրյաներու թագավոր։ Ինչպես աշխարհի մեջ անոնք գիտեին հրյաներու թագավորի մասին, ինչպես այս կապված է թվոց կրկին հետ, որ այստեղ 17-րդ համարի մեջ կսվի, որ Հակոբեն աստմը պիտի ծագի։ Նույնպես Դանիելի մարգարեություններու մեջ մոտավոր ժամանակը դրված էր, որ Մեսիան պիտի գար։ Այնքան շատ նշաններ 5 դագարանի մեջ Հիսուս Քրիստոսի ծննդյան վերաբերյալ։ Եվ հիմա, գալով 25-րդ գլխուն, պիտի գտնեք ամենեն խորամանկ եւ սատանայական բանը, որ իսկապես այս մարդը Փաղամը արավ։ Այսօր մասին կսորվենք Հայտնություն 2:14-ի մեջ, ուր գսե. բայց քեզի թեմ քիչ բան ունիմ, որ հոտ Փաղամին վարդապետությանը հետևողներ կան, որ Փաղագին սորվեցուց Իսրայելի որդիներուն արչև քայթաղություն տնել, որբեսի անոնք կուրքերու զոհվածներ ուդեն ու բորնգություն անեն։ Այլ խոսքով Փաղամ ըսավ Փաղագին. ես չեմ գրնար անիծել անոնց, բայց կրնամ քեզի ասել, թե ինչ կրնաս անել։ Թուն կրնաս հիմա իջնել այնտեղ եւ փորձեր հարաբերիլ անոնց հետ, խառնվել անոնց հետ, ամուսնանալ իրենց հետ եւ գրաբաշխություն ներկայացնել այս մարդոց, անոնց հերացնելու իրենց Աստծմե։ Գտեսնեք, չեք կրնար այսօր դուրսեն վնասել Աստծո ժողովուրդը, կամ Աստծո գործը, կամ Աստծո եկեղեցին, բայց անշուշտ կարելի է վնասել ձայն ներսեն։
Երբեք նկատած ես Տեր Հիսուս թավաջանության ենթարկվեցավ ներսեն։ Անոր թավաջանեցին իր աշակերտներեն մեկը իր ասքը զինք հանցնեց խաչելու համար, եւ այդ փաղամի վարդապետությունն է, եւ այդ անշուշտ անիծյալ վարդապետություն է։ Սիրելիս, քու կյանքովդ գոքնես, թե կվնասես Աստծո ժողովրդին կամ Աստծո գործին,